Քրիստոնեությունը, հավատքի կյանքը, հավատքի փորձառությունները, Սուրբ Հոգիի մգրդության, Սուրբ Հոգիի առաջնորդությամբ ապրված կյանքը 180 աստիճան կդարբերի կրոնական մոտեցումով քրիստոնեութենեն։ Հետևաբար շատ ուշադիր որոշում ուշադիր եղիր, թե ինչպես կհիմնես քո հոգևոր կյանքդ։ Հոգևոր փորձառությունը ամենակարևոր բանն է հավատացյալին համար։ Ես կհավատամ, որ իմ կյանքիս հիմը հոգևորության մեջ այն է, որ հոգևոր ուսուցիչ չունեցա բացի Սուրբ Հոգիեն։ Չունեցա։ Ես իմ սենյակիս մեջ 8 տարի Տերոջը ժամանակ անցուցի, որովհետեւ սորվիմ հոգևոր կյանքը ինչ է։ Ընտանիքիս անդամներուն հետ չէի ցերնվեր 8 տարի, մարդոց հետ չեմ ցերնված 8 տարի մոտավորապես, մարդոց հետ չէի խոսեր, հաղորդակցություն չէի ներ այդ ժամանակներուն, որովհետև ես շատ սպաղված էի դերոտ ճանչնալու։ Անորոմար թյուրին կրոնական համոզումներուն, մոտեցումներուն, որոնք կմերցնեն քու հոգևոր իշխանությունդ, աստեցությունդ ագանց չեմ դար եւ միշտ բացահայտ անոնց դեմ կխոսիմ։ Որովհետև ես հասկացած եւ ըմբռնած եմ, որ քրիստոնեությունը կրոնը չէ, Քրիստոսի ապրած կյանքը նորեն կոպի եղած է մեր իմ եւ քու մեջը։ Եվ եկե մենք նույն ցևով ապրենք։ Անորոմար Տեր Հիսուսով, եթե ինձի կհավատաք, պիտի ունեք այն բաները, որ ես սրի, եւ պիտի ունեք անոնց մե ալ ավելին։ Ես պետք է ակնկալեմ ավելին։ Ամեն։ Օծությունը մեր կյանքերեն ներս գեհդեվի պատրաստության ոչ թե ճաշտոնին։ Մեր կյանքերեն ներս Սուրբ Հոգին օծությունը, որով հրաշքներ կգադարվին, նշաններ կլան եւ շատ բաներ կլան, անոնք չեն հետևիր, որովհետեւ ես հովիվ եմ։ Չեն հետևիր, որովհետեւ ես Աստված ինձի կանչած է։ Չեն հետևիր, որովհետեւ այս կամ այն անունները, ուսումները աս կամ ան ըրած եմ կամ ըրած ես, կհետևին եւ որ ես եւ թուն պատրաստված ենք։ Մեր սիրտերը պատրաստված են օծությունը գրելու։ Ամբողջ կերպով ասեմ, Սուրբ Հոգիի ներկայությունը երկու ուղղությամբ մեր կյանքերեն ներս կհայտնվի։ Եվ որ մենք վերստին կծնենք, Սուրբ Հոգին մեր մեջ կսկսի կործել, այլապես մենք վերստին ծնունդ ունեցած չեն գլար։ Սուրբ Հոգին մեր մեջ կկործե, կսկսի իր նմանությունը, իր Սուրբ Հոգիի բդուղներուն համաձայն, որ Քաղատացի 5-ին մեջ գրված է, 9 բդուղներուն համաձայն, կսկսի ադոնք մեր հավատքին եւ նվիրումի միջոցով մեր մեջ ինչ անել, զեդեղել։ Եվ որ մենք գզեդեղվենք իր նմանը գլանք, բնականաբար նմանության համաձայն Քրիստոսը կներկայացնենք հանրության առջև, ծառայությունով եւ դարբեր ծևերով, քերբնական բարգեւներով։ Հետևաբար սիրեիներ, թեև շատ անգամ գարկը մարդոց կյանքի մեջ օծությունը դուրսեն գերեվի նախքան իրենց կյանքի մեջ ներքնաբես շտկվին, բայց օծությունը այսպես կաշխատի Աստծո սկզբունքներուն համաձայն, երբ ինքը քու ներքին աշխարհիդ մեջ կաշխատի, դու ինչքան իրեն հետ կշաղվիս ներքին աշխարհիդ մեջ, այդքան քու սյուներդ, քու շինարարությանդ սյուները ամուր կլան։ Ինչքան ներքնաբես իր սկզբունքներով դու ամուր ես, այդքան ավելի կգնաս օծությունը բարձրացնել մարդոց ծառայելու մեջ։ Հետևաբար օծությունը ուզելու որ մարդոց վրա երթա, այդպես բան չկա։ Օծությունը ներքին աշխարհիդ մեջ դու ինչքան հաստատված ես, անոր համաձայն դուրս կգա։ Հետևաբար նաև որ դու մտահոգված չլաս ուրիշ բաներով, դու ներքնաբես Տերոջ հանդիպե։ Եկեղեցու մեջ, քրիստոնեության մեջ ամենաշատ դարածված թյուրիմացություններն մեկը այն է, որ շատեր կգարձեն, որ օծությունը ցերկ կբերվի հետաբնտելով կամ հատուկ փամը անելով։ Եթե ասնես դերը գուհաջի ուրախ կլա, քեզի օծություն գուտա։ Կգարձեմ որ փամը անելու արդյունք է որ օծությունը գունենաս։ Նո, փամը չես կնար անել թուն օծության արժանի լալու համար։
Օծությունը կյանքիդ մեջ գտնվելու համար հնարավորություն եղավ, որովհետև Հիսուս խաչին վրա մեռավ։ Դու Հիսուսը ընդունեցիր, Սուրբ Օքին մեջդ քեզի վերստին զունն տվավ եւ օծությունը քու մեջդ է։ Հիմա դու ինչքան այդ օծության հետ շիդակ կքալես, ադիգա այդքան քեզ մե դուրս ուրիշին կյանքին վրա պիտի սկսի աստել։ Չկա այդպես համոզումը, որ փաբի դնես, որ Աստված հաջի։ Թեև Սուրբ Գիրքը կկաչալերը, որ մենք բարգևները բոլորը փափակինք, բայց շատ կարևոր է, որ մենք պետք ունենք ներքնաբես միշտ ունգընթիր ընելու, ունգընթիր լալու Աստծո ոսացներուն։ Աստված շատ ավելի հետաքրքրված է մարդկային անոթը գտնելու, պատրաստելու համար։ Քան բարձաբես օծություն փաշխելու։ Աստված սպաղված է անոթ գտնելու, անոթ ինչ ասել է, ամանմը, որ պատրաստ է մեջը պամը լեցնելու, չէ՞։ Աստված ավելի մտահոգված է, սպաղված է փնտրելով անոթներ, պատրաստ մարդիկ, որովհետեւ լեցնե, քան թե սպաղված լա միան օծություն բաժնելու, ինչպես կինովցած հարուստը նայտ կլավի մեջ կամ կազինոյի մեջ կելը ասանք բարոհին բարեցինք նալ թրամ գտապե։ Այդպես չէ, կանոք է հասկացավ։ Անոթ կփնտրե, որբեսի օծություն տապե։ Այդ որ գինը, որ իր ամուսինը մեռած էր, երկու հատ բզդիկ ուներ, Եղիսե մարգարեին եկավ, Եղիսե մարգարեն ասավ, ինչ ունիս։ Ասավ, քիչ մեյուղ ունիմ։ Ասավ, լավ, քնալեցուն հավաքե։ Հեր։ Քնած ով որ գար անոնց մե հավաքեց, ինչքան բարապ անոթ ուներ, atkan յուղ լեցվեցավ։ Յուղը չբաքսեցավ, ինչև են ադեմ որ բնակ կար լեցվելու։ Աստված բարապ անոթ կփնտրե։ Ես միշտ մեր եկեղեցու ովիվներուն ասած եմ, հատկապես թուրսիներուն, որոնք դժվարություններ ունենան շատ անգամ, կսեմ այդ մարդիկը, որոնք զինվորը լալու պատրաստ չեն Աստծո գործի մեջ, մի նեղվիկ, եթե այսօր եկեր է, վաղը չէ եկած, միսօրը չէ եկած, այս մարդը կա կամ չի կա, քեզ հետ զինվոր չէ։ Խելք ուրիշտեղ է։ Դու նաև որ մարդ չինես, հավատքի մարդ չինե, քու քովդ Աստծո դաշտի մեջ բادرազմիկներ շինե, որպես Աստծո գործը կատարես։ Որովհետև դու փամը չես կնար փոխել այն մարդու մեջ, որ ինքը փոխվել չուզեր։ Բայց լեցուն մարդիկ կան, որոնք Աստված անոնց դեսած է, պատրաստ են փնտրե, մոմով փնտրե այդպիսի մարդիկ, որպես իրենց կյանքի մեջ ներդրում ունես։ Որպես Աստծո գործը արժև երթա։ Աստված անոթ կփնտրե սիրելիներ։ Աստվածաշունչի ընթացքի եթե նայենք, Աստված փնավ չէ փնտրած մեկը, որ դաղանդ ունի։ Աստված փնավ արժեք չէ դված մեկումը, որ դաղանդը շատ է եւ գրնա իրեն կործածել։ Փնտրեց այն մարդը, որ իր սիրտը Աստծո ներկայության մեջ ցևավորած է։ Կանոք է հասկացավ։ Փնտրեց մարդիկ, որոնց սիրտերը անկախ իրենց կարողություններուն, գրծածներուն եւ չգրծածներուն, փնտրեց մարդիկ, որոնք իրենց սիրտերը Աստծո ներկայության մեջ դրած են, դեր ցևե ինձի, դեր գերդե ինձի, դեր մշագե ինձի, դեր ուղե ինձի եւ այսպես իրենց սիրտը դերոջ արչեւ թափող մարդիկ փնտրեց։ Աստծո արքայությունը փնավ չէ շինված եւ չի գնար շինվել միայն դաղանտավոր մարդոց միջոցով։ Հարաճ չէր թար Աստծո արքայության կորձը։ Հարաճ կերտա միայն այն մարդոց միջոցով, որոնք Սուրբ Օքին կողմե ամեն օր հանձնված են ցևավորվելու։ Ամեն օր ցևավորվելու հանձնված են։ Հավատացեք ինձի, թեև մարդիկ կգարձեն, որ այսօր եթե օրհնությունը ստացան, այդ անուշը սկացում ունեցան, ասիկա փիքն է, ամենակակնագետն է, բայց քեզի լավ լուր դամ։ Ամեն օր նույնը գսես, եթե ամեն օր իրեն հանդիպիս։ Ամեն օր նույնը դիտես։ Տեսեք, հրեշտակները երկինքի մեջ հայտնության գիրքը գսե ժամանակներուն վերջը գեշ շամ լուր գեցան։
Եթե լավ ներշնչումներով հետևից բրբդես, ինչ անցավ դարձավ, ինչ են մեկնաբանություններ, գիտես ինչ եզրակացության կհասնես, որ ես ներշնչումով հասած եմ։ Գսե երկինքի մեջ լրություն եղավ, գես շամ։ Երկինքի մեջ հրեշտակներ կան, փառավոր հրեշտակներ կան, երկինքի մեջ շարունակ հրեշտակները Աստված կբաշխեն, բայց երկինքի մեջ գսե լրություն եղավ, բոլորը լրեցին։ Հրեշտակները փառավոր լրեցին, որոնք հավիտենական կյանքեր ունին, անաբական մարմին, այո լրեցին։ Գիտեք ինչու։ Որովհետև այդ ժամանակամիջոցին Աստծո խոր ծրագիրը հայտնվեցավ նույնիսկ իրենց։ Փերանին բաց մնացին, քանի օքի տեսած է մեկը փերանը, ապշած բաց կմնա, հրեշտակներուն եւ բոլորին փերանը բաց մնաց Աստծո խոր իմաստության, խոր սրբության, խոր արդարության, որովհետև այդ ժամանակն էր, ուր փաստվեցավ Աստծո գործերը, Աստծո արդարը լալը։ Անորոման ինչքան արիտ կուտաս որ Սուրբ Ոգին ցևավորեք ու կյանքդ ամեն օր, թուն այդքան գրնաս անուշ ապրում ունենալ անոր հետ։ Օծությունը, լավ մտի գրեք սիրելիներ, օծությունը Աստծո կողմէ մարդկային ջիքին վարձատրությունը չէ։ Կանոք է հասկացավ։ Օծությունը, որ Աստծո կողմէ կդրվի մեզի, մարդկության մարդկային ջիք ընելուն, չանք տապելուն վարձատրությունը չէ։ Աստծո վստահությունն է այն սիրտերուն հանդեպ, որոնք սորված են Տերոջ կամքին համաձայն եւ անոր քայլերուն հետ քալել։ Քու ջիքիդ վարձատրությունը չէ։ Հաբա ինչպես որոշած ես եւ կքալես Տերոջ հետ, ադոր համաձայն է, որ այդ մեկը լա։ Անոր համար մարդումը պատրաստվելը, հավատքը պատրաստելը, հոգևոր ուսումնարնելը, բնավ չի նշանակեր Աստծո հաջությունը շահիլ։ Մենք չենք կնար ինչպես մարդիկ կգաշարենք, Աստված գաշարենք, որովհետեւ մեզի քիչ ավելի դա։ Աստված մեր ունեցածով չի գաշարվիր, մեր ունեցածով չի գաշարվիր, մեր ունեցածով չի գաշարվիր, որ մեկ օրինակ դամ ուրիշ, չի գաշարվիր ասոնց, Աստված կգաշարվի եւ ոչ թե կգաշարվի, ապա գնթունի հոստեղի գեցվածքի համացան։ Ինչքան ես պատրաստ եմ անցս պատրաստելու իր ջամփուն համար, իր թակավորության համար։ Սիրելիներ, մի խափվիկ ուրիշ բան։ Գուզես աղդոտ եղիր, գուզես բորնիկ եղիր, գուզես քող եղիր, ինչ գուզես եղիր։ Աստված կփնտրե քեզ։ Եթե քու սիրտիդ մեջ Աստծո ջամփում մեջ քալելու գետրոնացում եւ փապակ ունիս, քեզի պիտի հանե անդեղեն, պիտի սրբե, պիտի մաքրե, պիտի որ կորձածե քեզի, մեզ մե որ մեկս չունենք թերություն է, որ մեկս չհանեց։ Կանոք է դեսե։ Ով երկինքեն սուրբ ինգավ։ Չմտածես ուրիշ ցև Աստծո հետ քալելու, բացի նկատի առնես քու սիրտիդ վիճակը, քու սիրտիդ կեցվածքը, հիմա այս բաղուն Աստված երբ որ քեզի գնայի ադոր համացայն։ Թող մեկը չխապե քեզի, ոչ մեկ գիտություն, ոչ մեկ ուսում, ոչ մեկ ընթերցում, ոչ մեկ խաղապար քեզի այս ճշմարտութեն են չանե։ Աստված քեզի գուզե որ դու իրեն ներկայացնես։ Եթե գուզե որ քեզի դու իրեն ներկայացնես, ասել է որ քեզի դվեր է այդ իրավունքը, դվեր է այդ կարողությունը, հիմա այլևս դու կարողություն փնտրելու պետք չունիս դեղեմը, դու պետք ունիս իր քեզի դված գործին պատրաստել։ Տեսփանը կներկայացնե իր երգիրը։ Տեսփանես։ Աստվածաշունչը մեզի կհայտնե, որ Աստծո գործերը միշտ սկսած են ներսեն եւ հաջողապես երևցած են դուրսեն։ Աշխարհը հաջող այսպես կհարցնե. ինչ կրնա անել այս մարդը, ինչ կրնա իրակորձել այս մարդը, կամ ավելի ճիշտ ժողովրդային բարերով այս մարդուն ցերքեն ինչ կուքա։ Աշխարհը այդպես կսե, Աստված կսե, արդյոք այս սիրտը կրնա գրել այն, ինչ որ ես կուզեմ իրեն վստահիլ։ Աստված չի նայեր այն բաներում, որ մարդիկ գնային, Աստված գնայի սիրտին, որ կրնա շալգել եթե ես իրեն դամ։ Եվ անոր համար ամեն մարդու կուտա իրեն հատուկ հավատքը իր շալգելու կարողության չափով։ Հովսեփ Եգիպտոսի կառավարիչ դառնալի առաջ
Ստրուգեր, չէ, գերության դարված էր։ Բայց ստրգության մեջ հավատարմություն եւ բանդի մեջ բարգեշտություն սորվեցավ։ Իր ճամփորդությունը Աստծո խոստումը առնել են մինչև հասնիլը ինքը սորվեցավ, պատրաստվեցավ։ Բամությունը եթե նայեք կտեսնեք, որ կարծես ասոր ճակատին քրվեր է չարչարվիլը։ Եղբայրները ադեցին իրեն, չորորն էդեցին, հետո անեցին ստրուկ ծախեցին, կնած աշխատանքի, ուր կնած արդյունք հաջողություն բերավ, բայց ուր կնած սատանան ետևեն էր, որպես այս մարդուն գոդրեր։ Մինչև փանտն էդեցին վերջավորության, աղաչեց, մարդոց հրաշ կրավ, երազները մեկնաբանեց եւ իրականացան երազները, ըսավ ինձի հիշեցեք, կացին անոնք ալմորցան, ես գարձեմ ասված մասնավոր մորցուց իրեն։ Որովհետև եթե ինքը դուրս ելներ փանդեն անոնց խոսքով առաջին տիկետը արած բաբայինքով կացած էր, մինչ Աստված իրեն 10 տարի է կպատրաստե, որովհետեւ Փարավոնին երկրորդը ընե։ Սորվեցավ Աստծո ջամփու մեջ պատրաստվեցավ։ Դավիթ Իսրայել առաջնորդերը առաջ ամայի դաշտերում մեջ երկրպագությունն էլ սորվեցավ։ Ամայի դաշտերում մեջ, քարայրներում մեջ, անաբադին մեջ 10 տարին ավելի հալածվեցավ մինչև ամբողջ Իսրայելի վրա թագավորությունը հաստատվի։ Սորվեցավ Մոսես Փարավոնին դիմացի ելել է առաջ 40 տարի անցուց Աստծո թույլ տալով, որ Եգիպտոսի իր սրտի մեջ են դուրս տապե։ Եգիպտոսի աստեցությունը, վախը իր մեջ են դուրս տապե։ Մենք բոլորս գգրենք բաներ պետք ունենք դուրս տապելու։ Մենք մտահոգված ենք, որ Աստծո օծությունը կա կորձը գադարե, Աստված մեզի գսե օծությունը մեջը դե միանաս արկելքները հանե։ Ճուրի խողովակի վես մեջը աղդ մտնեն է, այլևս քու փչած ճուրը չանցնիր դուրս միս կոմեն չելեր, դու բեք ճունիս ճուրին գերության գանչելու, դու պետք ունիս խողովակդ մաքրելու։ Մենք մեր խողովակները մաքրենք Աստծո կորձին մեջ չմտնենք, իր օծությունը մեր մեջն է։ Ես սորվեցա դեր օչմեն եւ դեր ինձի հայտնեց մի փնդրեր կու ունեցած բանը դուրիշտեղ։ Մի փնդրեր։ Եվ գիտեք, եւ որ մենք ներքնաբես գոդրված ենք, գղբված ենք, գաբանքոդ ենք, դգարությունները ազդված ենք, պայմանները ազդված ենք, մեր ասները կոչվի այլևս չեն գսկար ներս ինչ ունենք։ Ոչ ագրնանք դուրս բերել։ Մինչև որ աս արկելքը վերցնենք։ Անորամար է մեզի գսե ները։ Անորամար է գսե որ դու քեզի ազատ է աշխարեն։ Հանցանքները թող չի գուտակվին գսե քու մեջդ եբրայեցիներու քիրքը։ Մենք պետք ունենք ազատելու օդար փերերեն, որովհետեւ կարենանք արդահայտվել Աստծո կողմէ մեզի դրվածը։ Բողոս հետանոսներու մեջ առաքյալ Թարնարե առաջ Քրիստոսի հետ դարիներ քախնի պատրաստություն տեսավ։ Գիտեք, 3 տարի գսե հանդիպում են իդ ինքը անաբադին մեջ մնա ժամանակ անցուց եւ հայտնություններ արավ դիրոճմեն։ 3 տարի Եվ 3 տարի վերջ սկսավ ծառայության դաշտի մեջ մտնել եւ ժամանակ արավ մինչեւ 11-րդ տարին, որ լման բայթի իր առաքելությունը։ Պատրաստությունը սիրելիներ ամենակարևոր բաները մեկն է, որ մենք պետք ունենք նկատի առնելու։ Իմ սիրտս, քու սիրտդ այսօր ուր է։ Դու զավակ ես, գասկած չկա։ Դու Սուրբ Օքիով լեցված ես, գասկած չկա։ Դու երկինք պիտեր տաս, գասկած չկա։ Դեր ինչ կուզես ասեմ, շատ ավելի լավ բաներ կա, ասոնց մե բնավ գասկած չկա։ Բայց արդյոք ինչ որ քու մեջդ արժեքավոր կանցեր դրվեր է, անիգա հիմա գրնաս դուրս հանել։ Եթե չես կնար հանել, պատրաստության կապված է, Աստծո դալուն հետ կապված չէ։ Տեսեք, եթե ես համոզվիմ եւ քեզի համոզեմ, որ գախյալ է Աստուծմե, քիչ մը լուրջ հարց է։ Աստված այդ սխալ մոդեցումը չունի, ինչպես մարդիկ գրնան ունենալ, մեկ բզդիգին ավելի գսիրե, մյուս բզդիգեն։ Ասոր գուդա, որտեղ ասիկա լավ գվարվի։ Խոսակցությունը քյութ է։ Մյուս ինչի դար, որտեղ քիչ մը զորավոր է, կնա չարչարվի։ Աստված այդպես չի վարվիր։ Աստվածաշունչը Աստված այդպես չի ներկայացներ։ Ինքը գուդա մեր հավատքին համաձայն, մեր նվիրվելուն, մեր պատրաստվելուն համաձայն անոնք գերևին մեր մեջ են։ Գսե Աստվածաշունչը յուրաքանչյուրին դրվեցավ
Հատուկ բարգևը յուրաքանչյուրին դրվեցավ, չկա մեկը առանց բարգևի։ Բայց այսօր երբ հավատացյալներուն այս բոլորը շվարած են գարձես։ Մանավանդ այս դժվարությունները, կյանքի պայմանները գարձես շվարած են։ Ասոնք ամեն թիվային աշխատանք է մեզի թեմ։ Ինչ որ պետք է ես ունիմ իմ մեջ ես, ինչ որ պետք է տունունից քու մեջ ես, անիկա դուրս անելու համար ես իրեն հետ շաղվելու պետք ունիմ։ Ինչպես Ռայնհարդ Բանկին ասած է օրը, որ եթե օջարը տնես, ինքը օջար կմնա, տունալ աղդոտ կմնաս, եթե օջարը շփես, լավ փրփուր գելե եւ գմակրվիս։ Հետո շփումը կարեւոր է, հարաբերությունը կարեւոր է։ Շատ անգամ հավատացյալներ գաղութեն դեր կործածես, մինչդեռ հայրը սիրով կպատասխանե, ես քեզ կպատրաստեմ։ Ամեն անգամ որ դու դերոճմեն նվիրումով գսես, որ դեր կործածե ինձ, ինքը գսես կպատրաստեմ։ Եվ ես կթելաթրեմ, եթե նույնիսկ կպատրաստեմ բարը չլսես, նայես որ դու վիճակի լաս կամ այդ վիճակին մեջ լաս որ ինք կարենա պատրաստել քեզ։ Եթե ուզե փոխել քեզի փոխվե։ Ես չեմ փոխվիր։ Այո մարդը փոխվի, ես չեմ փոխվիր։ Քանի օքի լսած է այս մեկը։ Ես չեմ փոխվիր։ Էլի փոխվիր։ Գտեսեք մենք Աստծո հետ ինչպես կհարաբերենք։ Ինչպես մարդոց հետ կհարաբերենք։ Մեր Աստվածն է եկել է դալու, կյանքը տվավ խաչի վրա, որ ես ապրիմ։ Եվ մենք այսպես մանուկներով ես կխոսենք իրեն հետ, սխալ արտահայտություններ կունենանք։ Երբ Աստված ինձի կպատրաստե, որ Աստված քեզ կպատրաստե, չի նշանակեր ուշացում, պատրաստություն չի նշանակեր ուշացում, պատրաստություն չի նշանակեր քեզի մերժած է, բայց սկացումները դադոնք կսեն, չէ՞։ Ուզեցի չի դվավ, արդյոք սխալեր եմ, արդյոք ինձի մերժեց, արդյոք երիկ միջերտամ, արդյոք այլևս բարգև չի դա, օ, ինչ կուզես կլսես այլևս, սահման չունենար լսելիքներդ։ Ցեզի քեղեցիկ բանս եմ փորձառության համար, նույնիսկ որ նույնպես վիճեղիմ քիչմը։ Եթե դու գրնաս ժխտական բաներ լսել, ուրեմն ականջներդ լավ են։ Միայն ճիշտ աղբյուրը պիտի գտնես լսելու։ Քանի օքի հասկացավ։ Եթե ժխտականը գլսես, ականջներդ առողջ են։ Ահա ես բժշկական բաներ հիմա քեզի, քննությունների։ Ականջներդ լավ գլսեն, որ հալելույա։ Քանի օքի լսած է ժխտականը, քանի օքի լսած է փարգությունը, քանի օքի լսած իմասինին գլուխը պիտի գդրեմը, աս մարդը չլալիք է, ասիգա վեկե վեր, քանի օքի լսած է ասում, ականջը չալ լավ գլսե գոր, միամ միշկոմ դարձուր։ Դեր թուն ինչ կսես գորսե, օրմնալ իրեն լսես։ Եղիսեին բամութենեն եկեք արնենք։ Եղիսե մենք կդեսնենք բամության մեջ, Եղիագուքա Աստծո հրամանով կգանչե իրեն մարգարեն ելու համար և մեզի համար ասե, օ Աստված իրեն ընդրեց եղավ, այո, ինքը դագարանի մեջ ընդրություն գար։ Բայց շատ կարևոր բանը կա, որ ինք բադահականորեն մարգարե չեղավ։ Իր կյանքի պատմությունը, իր վարմունքը, իր մոտեցումը, իր հարկանքը, իր ծառայությունը եւ նվիրումը ցույց կտան, որ Աստված իրեն բադահապար չընտրեց։ Այդ օրերուն մարգարեներու որդիներուն թիվը լեցուներ, որ Եղիագը ճանչնար։ Մարգարեներու որդիները ցկած էին ամեն ինչ եւ մարգարեական դպրոցներում մեջ մարգարեությունն էլ կսորվեին։ Եղիսե նույնիսկ այդ դպրոցի մեջը չէր, Եղիսե հարուստ էր եւ իր եզներուն յետևը գհերգեր, իր կորձը կգադարեր, ծառաներ ուներ, իրեն կծառայեին։ Եվ որ Աստծո գոչումը իր վրա եկավ, իր սիրտը ձծեց գոչումը ամբողջ, դարձավ ուսում իրեն։ Եվ ամեն ինչ ցկեց Եղիային հետևեն կնած, Աստվածաշունչը կսե Եղիային ցերկերուն ճուր գտապեր։ Ան որ ծառայություն կստանար, եկավ ծառայեց։ Այսօրվա հավատացյալներուն չես կնար բամը ասել, որ ինքը քեշ կսկա։ Չես կնար։ Անորոմար շատ կարևոր է մեր հավատքին վրա աշխատինք։ Մեր հավատքին վրա աշխատինք, մեր անձին վրա աշխատինք, մենք որու կծառայենք, մեր եսին,
մեր զգացումներուն, թե Աստծո։ Եղիսե այնքան բռնված էր օծության առաջնորդության, որ իր մեջ դրված էր, նույնը շատ խորունկ միջի դանի մոս, 3 անգամ Եղիան ուզեց ղրգել իրեն, 3 անգամ Տերես ամենաթշվար բادرուն հանդիպեցավ Եղիա այդ օրերուն, Եղիսե ասավ այդպես բան չի գնալար, դու ուր ես, ես հոնեմ, ես իմ մեջից ցայնիս հագարակ չեմ շարժիր, Եղիա իրեն ասավ, դու նոց կեցիր դերը ինձ յոն ղրգեց, ինչս էլ է, դերը քեզի չի ղրգեց, միան ինձի ղրգեց, չէ, այդպես ասել չէ, եթե ես քեզի ասեմ, դու նոց կեցիր դերը ինձ յոն ղրգեց, հա ուրեմն միան քեզի ղրգեց կսես, ինձի ալ չղրգեց, Եղիա ասավ, նայ դերը քեզի ադիգա ասավ, ինձի ալ ինձի ասավ ինչ որ բիդնեմ, կանեք եդս է, դերը քեզի ադիգա ասավ, ինձի ալ ասավ, ես ինչ բիդնեմ, Այդ օրերուն մարգարեներու որդիները ճուրին մյուս կողմը գեցան, քեդի մյուս կողմը գեցան, ամենը դրդուն չկնեին, ամենը թշկոհեին, ամենը նոր առաջնորդ մը գփնդրեին, որբեսի անոր արչև երկրբակություն ունեն, բոլորը, բացի Եղիսեեն կացած էր առաջնորդը լալու, կանոք է հասկացա, օծությունը պատրաստություն կսպասե, մենք փոխանակ շատ անգամ պատրաստվինք, Գագնգալենք, դվեք, դուր, վերջը, արիր, արածներդ մեկադուր է, ով գրնա իր կրբանեն հանել իր արածներեն մեկադը, քիչ մաջիս, ով գրնա, մեկը չի գրնար, լավ ըմպրնեցեք սիրեներ, Եղիայի օծությունը չանցավ իրեն ամենամոտ եղող անցին, անցավ ամենաշատ պատրաստված սիրտին։ Հետևաբար շատեր կփափակին օծություն քիչեր կքրգեն այն ընթացքը, որ կպատրաստես իրենք, որպեսզի օծությունը իրենց կյանքի մեջ կորցե։ Հեսու Մոսեսին հաջորդեց, Մոսես բզդիկ տղակ ուներ, զավակներ ուներ, եղբայր ուներ, քույր ուներ, մոդիկներ ուներ, Անոնց մեկուն չկնաց, Հեսուին կնաց, եթե Հեսուին բաղմությունը նայիս, Հեսուն մեծավ դիրոջ ներգայության մեջ, Դիմոթեոս Բողոսի միջոցով պատկամը ստացավ, որ բարգև ուներ, Աստծո շնորհքը իր վրան էր, մարգարեություն եղած էր, ծառայությունը ստանցնած էր, Դագավին Բողոս Արաքյալ իրեն նամակ գրեց, ասավ քու մեջ թրված խոսքը, ցերնատրությունը, բարգևը, քու մեջի գրագդ վարած բահե, Դիմոթեոս թող չի մարի։ Ասել գուզեր որ գրնա մարիլ, իրեն ասավ տուն երդասարդ տղա ես, 4 կողմը ավելի փորձառությամբ հսկաներ կան, փորձառություն ունին, երկար տարի է հավատացյալ են, Նաև որ ճիշտ վարմունք ունենաս, Սուրբ Օքին գրագը վարած բահես քո մեջդ։ Ուրեմն մեր բարդականությունն է Աստծո հետ գաբը բահել սիրելիներ, որովհետեւ օծությունը մեր կյանքի մեջ զորավոր մնա։ Վերջապես ասեմ, որ Սուրբ Օքին միշտ իր ներկայությունը թափեց, իր օծությունը թափեց մարդոց վրա։ Ոչ թե անոնց, որոնք միան հետաքրքրված էին, անոնք որոնք պատրաստված էին, անոնք որոնք հնազանդություն ունեին, անոնք որոնք խոնարհություն ունեին, անոնք որոնք ինգրենք զիրենք ներքնաբես անոթ մտարծուցած էին, անոնց մեջը լեցուց Աստված։ Հետևաբար ես կտելատրեմ այս մոդեցումը, այս համոզումը մեջը զորավոր ունենաս, թե ինչ որ պետք է դու ունիս արդեն։ Օծությունը քու վրա արձակելու գործողությունը կսկսի քու ներսետ ոչ դուրսեն։ Մենք կհամացայինենք կցերնատրեմ քեզի կամ գաղութենք եկեղեցիի մեջ, կհամացայինենք այս զորության օրհնությունը կյանքի փոփոխություն բերե։ Ես քեզի չեմ դար փամը որ դու չունիս։ Եվ որ դու մգրդված ես Սուրբ Օքի մգրդությունը ունիս, դու մեջդ ունիս ճիշտ այն ինչ որ ես իմ մեջս ունիմ։ Կանոք է դες Մեկը մյուսեն ավելի չունի։ Ավելի չեն գալ գրնար գրել, ինչ է դարբերությունները մարմիններուն։ Այնադեմ մեծ մարմին պիտի գտնեինք, որ քիչ ավելի առնեինք։
Օծությունը որևէ բանի գախյալ չէ, օծությունը ներքին պատրաստության գախյալ է, որով գարցակվի։ Հետևաբար գրոնական չնայինք, օծությունը մեր կյանքի մեջ Աստծո առջև պատրաստ կեցվածքին հետ կապված է։ Ամեն։ Պիտի խնդրեմ ոտքի գնանք։